Մարտի կիսախենթ օրերի արևոտ եղանակից շինարարները օգտվել ու քանդված փողոցների փոսերը բիտում ասֆալտ են լցրել։ Թեև ամառային սպասարկման աշխատանքների մեկնարկը համարվում է ապրիլի 1-ը։ Եղանակը տաք էր, չենք կարող առիթը բաց թողնել, ասում է շինարարը։ Մի կողմից ցուրտը, մյուս կողմից օգտագործված աղ ու ավազը վնաս են հասցրել ճանապարհներին։ Փոսային նորոգման աշխատանքները մի քիչ շուտ արեցինք, շուտ սկսեցինք։ Հիմնականում բանը միջպետականի վրա M2-ի ու Հ8-ի արտաշատ օգոստոսի 23-ի փողոցում կատարեցինք փոսային աշխատանքներ, աղ ու ավազ ընդ տեղեր կա, որ քայքայում է, փոսը կտրում ենք, փոսային նորոգման աշխատանքներ են կատարում, ասֆալտապատման, որ մեքենաները չվնասվեն։ Ոչ բոլոր ճանապարհներն են վնասվել աղ ու ավազից, նշում է շինարարը, բացատրում։ Օպտիմալ աղ ու ավազի խառնուրդով մաքրում ենք, կոնկրետ այս ասֆալտին վնաս չի տա, որտեղ ստե ասֆալտը տեսեք որակով է, ամեն ինչով է, բայց որտեղ որ ճաքեր կա, բաներ կա, այնտեղ արդեն աղաջուրը որ լցնում է, բնական է փոսեր են առաջանում։ Իսկ ճաքերը որոշ համայնքային ճանապարհներին որքան ասես, հենց նորոգված փոսերի կողքին էլ դրանք տարածվում են։ Արարատյան դաշտավայրում փոսալցման աշխատանքները ավելի շուտ են կատարվում, քան լեռնային շրջաններում։ Կապարար ընկերությունը պարտավոր է ճանապարհը երթևեկելի մասում փոս առաջանալու դեպքում որոշակի ժամկետում փոսալուծման աշխատանքներ անեն, ինչպես ամառային սպասարկման դեպքում, այդպես ձմեռային սպասարկման դեպքում։ Ծավալները այս տարի մի փոքր ավել են, խիստ ձմեռվա առատ տեղումների պատճառով, մի փոքր նախորդ տարիների համեմատ ավել են, բայց խնդիր չենք տեսնում այս բայդրությամբ գնահատված ծավալների աճը եւ կապալառու ընկերություններին հանձնարարական տրված է։ Սպասարկող ընկերություններն ամռանը իրականացնում են նաև արհեստական կառույցների, ճանապարհատրանսպորտային հանգույցների պահպանման աշխատանքներ, ինչպես նաև աղբի հեռացում, կողմնակների ավելացում, բացակայական վնասված ճանապարհային նշանների վերականգնում։ Ձյունը հալվելուն պես ընկերությունները ճանապարհներից հեռացնում են ավազի շերտը, իսկ այս տարի ձնածածկը բարձր էր, օգտագործված աղն ու ավազը առատ։ Ձյունը որ գալիս է, աղ ու ավազով որ մաքրում ենք, այտենց հետագայում ցեխ առաջանում, այտենց մեքենաները որ կողմնակների վրա են բանանում, հիմա դրա համար մաքրում ենք էլի։ Դեպարտամենտի հիմնադրամի տնօրինության տակ գտնվող ճանապարհահատվածներից հեռացվելու է աղ ու ավազը, դա ամառային սպասարկման շրջանակներում կատարվող միջոցառում է, որի հանձնարարականը արդեն տրվել է կապալառու ընկերություններին եւ մինչև ապրիլի 20-ը ընկած ժամանակահատվածում հուսով եմ կավարտենք։ Ոչ միայն ձմեռային սպասարկման ընթացքում առաջացած աղբն են հեռացնում։ Ճանապարհահատվածներում շատ ենք ունենում աղբաթափություններ, մեքենայի ընթացքից են նետում, կանգնում են ինչ-որ հանգստանալու այդ ժամանակ են աղբը թողում ճանապարհի եզրին շարժում։ Ունենք այն ինչ ունենք, փորձում ենք պատշաճ կերպով աղբայրացումը կազմակերպենք։ Ճանապարհային նշանների վնասվածությունը հիմնականում լինում է ուժգին քամիներից, դա տարբեր հատվածներում է, օրինակ ապարանի տարածաշրջանում, Տաթևլցեն տարածաշրջանում, Քեթիում, Թտուջուրն Ավուր հատվածում եւ մեքենաների վթարների հետևանքով է լինում։ Կարող է մեկը հանի կրակի զնակի վրա, այդպես բաներ էլ ալնում։ Ստիպած էդի վերացնում ենք։ Աշխատանքները կատարում են անկախ ծախսերի ավելացումից, նշում է ընկերության ներկայացուցիչը, իսկ ծախսերը նախորդ տարի ավելացել են ոչ միայն խիստ եղանակային պայմանների, այլև աղի թանկացման հետևանքով, բայց սպասարկող ընկերությունները պարտավորվում են իրականացնել աշխատանքները նույնիսկ խնդրահարույց տեղամասերում, աշխատել են նաև բքի ու առատ տեղումների պայմաններում, բայց եղել են տեղամասեր, որտեղ անվտանգության նկատառումներից ելնելով երբեմն ստիպված են եղել գիշերային ժամերին ճանապարհները կարճ ժամանակով փակել, նշում է Արման Խաչատրյանը։ Վարդուհի Արզումանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։